Ստացվեց այն ինչի մասին Իհարկե, անպայման մեր այս ակցիաները իրականում մենք ասում ենք, որ բոլորին դեմում է դա անգյալների հեղափոխություն է։ Մենք չենք ուզում մարդկանց անհանգստացնենք, չենք ուզում մարդկանց հանենք փողոցներ։ Մենք ակցիաներ ենք կազմակերպում ոչ թե որ շատ մարդ գա դրոնով նկարեն իրար հետ կռվեն, տենան ով է շատ, այլ մենք ակցիաներ ենք կազմակերպում, որոնք ունեն քաղաքական մեսիջ, որով որ մենք ցույց ենք տալի, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում հիմա։ Ինչպես կգնահատեք այս ակցիան, ձեր գնահատականն եմ ուզում լսել, օրինակ մարդկանց արձագանքների մասին։ Դե մենք գիտենք, որ օրինակ որ մենք փողոց ենք դուրս գալի, բավականաշատ երիտասարդներ մեզնով հետաքրքրում են, գալիս էին եկել են մեզնին բոշկա գլորողների ստորագրություն էին հավաքում։ Բավական դրական է դա, բայց ակցիան այդքան դրա մասին չի, ինչքան դրա մասին է, որ վերջնանք Հայաստանում այս բոշկա գլորոցում, ջուր ծեծոցում, ցեղ շպրտոցում, սա դրա քայլերից մեկն է, որ անում ենք։ Ձեր պիտակ է նաև ձեր թրուցիկներից, այստեղ 5 կետերից միայն վերջինն է, որ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, չէ՞, մնացած 4-ը կենցաղային խորհուրդներ։ Բայց ինչու ամենակ քարոզարշավին վերջինը վերաբերում։ Նույն ասենք օրինակ ինչպես ազատվել խռռոցից են այդ քաղաքական ուժերը, իրանք մարդիկ են, ովքեր պատասխանատվություն են վերցնում առաջնորդելու, մարդկանց համար հարցեր լուծելու, սրանք բոլորը ինձ թվում է մեր քաղաքացիներին անհանգստացող հարցեր են, մենք տեղում լուծել ենք, այսինքն այստեղ ոչ թե խոստում ենք տվել։ Օրինակ յուղի հոտը անցկացնել, տահա չոտից։ Տեղում լուծել ենք ոնց է պետք։ Եթե տանը ձկան կամ տապակած հոտ է մնացել, թավայի մեջ մի փոքր դարչին կամ սուրճի հատիկներ տաքացրեք, բույրը վայրկյանապես կփոխվի։ Մի քանի անգամ հարձակում է եղել ավտոբուսի վրա, հետո ոստիկանները էին տարետուգանային հրապարակ եղուններով հայտարարել եք, որ քերեն էին, բաստարները այստեղ տեսնում եմ հետքերը մնացել են։ Ինչ է կարծում հետագայում էլի նմանատիպ հարձակումներ կլինեն ու ինչ է պատրաստվում ձեռնարկել այս կանխելու համար։ Նայեք, քաղաքական դաշտը մեր, sense մի հատ բան ունի, որ իրենք իրար հետ են կռվում, իրար ինչ-որ գզում են, չանգռում են, մեզ էլ են փորձում չանգռեն, բան, որ ճիշտն ասեմ, մեզ իրենք չեն հետարկում։ Ոչ իշխանությունն են հետարկում, ոչ ընդդիմությունն է հետարկում, ոչ ընդհանրապես է 10 ուժն է հետարկում։ Մեզ հետարկում են մեր քաղաքացիները, կչանգրեն մենք ոչինչ։ Վրից նորից տիպը կա։ Մենք չենք ուզում մտնենք ինչ-որ կոնֆլիկտի հետ մարդկանց հետ, ովքեր որ Հայաստանը բերե հասցրել են ստե։ Իրանց հետ կոնֆլիկտի մտնելու կարիք մենք չունենք։ Հակառակը, մենք պետքա դրական կոմունիկացիայի մեջ մտնենք քաղաքացիների հետ ու մեր ամբողջ էներգիան դրա ուղղությամբ ենք տանում։ Եվ ուզում եմ իմանալ հետագա ակցիան ինչ տեսքով է լինելու, էլի այսպիսի հումորային կրիացի ձևով եք ներկայացնելու։ Խոսեցին նաև գլուխ հարթուկելու մասին, հնարավոր ինչ որ գլուխներ բերեք հարթուկեք։ Ցավոք սրտի չեմ կարող ասել։ Ցավոք սրտի չեմ կարող ասել։ Օրը էլի կհայտարարեք։ Այո, օրը 2 օր շուտ կհայտարարենք անպայման։ Լավ, հաջողություն ես ձերն։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ից Ազատության հրապարակից բոլորին դեմ եմ կուսակցությունը կազմակերպել էր բոճկա գլորելու ակցիա դեպի Հանրապետության հրապարակ եւ այս պահին ավարտել են արդեն իրենց ակցիան։ Համարում եմ, որ ակցիան ստացված էր եւ այսպիսի ակցիաները Նինա Կարապետյանցը բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ սա ավելի լուրջ ակցիա է, քան մնացած կուսակցությունների հայտարարությունները։ Շնորհակալություն մեզ հետ